հերթական դեկլարացիաներն են ստորագրել, որը իրավաբանորեն ոչինչ իրենցից չեն նշանակում, բայց ամենակարևոր լսվեցիք իրենք ասում էր հայկական ընդերքի մասին, փաստացի մեր երկրի ղեկավարությունը հայոց հարստությունը հանձնեց Սպիտակ տանը։ Մենք իրենց հետ ստորագրել ենք նույն համաձայնագիրը, ինչ որ Զելենսկին 1.5 տարի առաջ ստորագրեց նույն իրենց հետ, իրենց ընդերքի մասին։ Մենք կորցրինք ամեն ինչ։ Օդում չենք տիրում, ընդերքում չենք տիրում, ճանապարհները հանձնված են, տակը բան չմնաց։ Ոչ մի բան մերը չի ժողովուրդ։ Տվեց, ընդերքը տվեց։ Ըստ ինձ, ըստ իմ կարծիքի, դիմացը ստացավ գարանտիաներ, որ ամսի 7-ին ընտրությունների անհաջողության դեպքում իրենք այսօրվա այդ քեպե կոչեցյալի ղեկավարությունը կստանա քաղաքական ապաստան Ամերիկայի Միացյալ Նահանգներին։ Նորից ուզում եմ ասեմ այն նկարիչ քննիչներին եւ դատախազներին, այն չագուչով ուղակի խփող զակազներով դատավորներին, մտածեք ձեր մասին։ Իրենք թռնելու են, իրենք հասկանում են, որ հունիսի 7-ին իրենք պարտվելու են։ Նայեք ժողովրդին, դուք եք այդտեղ ապրում։ Նայեք, ձեր կողքը նայեք։ Այն տարի, որ իրան իրականում ընտրեցին 18 թվին, ինչքան ժողովուրդ էր հավաքում։ Հիմա նայեք, զորով վախեցնելով մի 10 հոգու բերում են կողքները կայնացնում են, սրանք է սուս լռում են, թողում գնում են, ճար չունեն, ինչ անեն, աշխատանքից կորցնեն աշխատանք եւ այլն։ Ռուբիոն ասում է, մենք հարգում ենք ինքնիշխան պետությունը։ Բա որ հարգում եք Վենեսուելայի նախագահին խի գողացակ։ Բա որ հարգում եք Կուբան խեք ճնշում։ Բա որ հարգում եք Իրան խեք քիթներդ խոթե։ Ժորժան, վտանգավոր խաղ է անում, վտանգավոր խաղ։ Այդ դեղին ժուրնալիստիկը վտանգավոր խաղ։ Այդ կզած մարդը։ Ամարտ ուզում ես կզես, գնա դու կզի։ Ինչքան ուզում ես կզի, ուզում ես միտեղները պաչի։ Մեզանից յանտուր գնա ու դա կնի քո փրկությունը։